Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Ահա լրացավ 150-ամյակը մեր անվանի հայդուկապետի, ով Արևմտյան Հայաստանում թուրքական բռնապետության դեմ հայության ազատագրական պայքարի անմիջական ղեկավարներից էր։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է աղբյուր Սերոփին։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը եւ Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների տեխնացու Հովիկ Գրիգորյանը։ Բարի գալուց պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված աղբյուր Սերոփի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Լեգենդար հայդուկապետ աղբյուր Սերոփը, Սերոփ Վարդանյան, ծնվել է 1864 թվականին Արևմտյան Հայաստանի Բաղեշի նահանգի Խլատ գավառի Սողորդ գյուղում, Համբավավոր Խչեենց տոհմում, 4 որդիներից կրտսերն էր։ 17 տարեկանում ամուսնացել է Սոսեի հետ, երիտասարդ հասակից վարժվել է զենքի, բնատուր որսորդ էր։ Քուրդ ավազակի պատուհասելուց հետո 1891 թվականին անցել է Պոլիս, ապա Ռումինիա, ընդունվել է Հոիդա կուսակցության շարքերը եւ հրայր դժոխքի ազդեցությամբ ընդգրկվել հայդուկական շարժման մեջ։ 1893 թվականի վերջին մեկնել է Թիֆլիս, ծանոթացել Քրիստափորի եւ Ռոստոմի հետ։ Նրանց խորհրդով եւ օգնությամբ 1894 թվականի սկզբին վերադարձել Խլատ։ 1895 թվականին 27 հոգանոց խմբով կազմակերպել է Խլաթի գավառի հայության ինքնապաշտպանությունը, հատկապես աչքի ընկել ծննդավայրի կռվում։ Նրա խմբում էին անվանի ֆիդայիններ Բալաբեղ Կարապետը, Բիթլիսցի Մուշեղը, Արյու Ծավակը, Զուլամաթը, Ճարտարը, Առաքելը։ Սերոփի մոտ են հայդուկային առաջին մկրտությունը ստացել Անդրանիկը եւ Գևորգ Չավուշը։ 1896 թվականին Սերոփը կազմակերպել է նոր խմբեր, զենք հայթայթել Կովկասից։ 1897 թվականին նրան մեծապես օգնել է Գուրգենն իր խմբով։ Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Սերոփի խմբի կռիվը Բիթլիսից ոչ հեռու, Բաբշեն գյուղի մոտ։ Մարտը տևել է մինչև ուշ երեկո։ 17 հոգանոց ֆիդայական ջոկատը հերոսաբար հաղթել է թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր զորքի։ Թուրքերը ճարահատյալ հայ ֆիդայիններից առաջինը Սերոփին անվանեցին Փաշա։ Թուրքական իշխանությունները չհամարձակվելով առճակատ փորձել գերեվարելու Սերոփին, նրան թունավորեցին Գեղաշենի հայրենադավ գյուղապետ Ավեի միջոցով։ 1899 թվականի նոյեմբերի 1-ին Խալիլի թուրք-քրդական 2000 հոգանոց հրոսակախումբը արշավում է Գելիեգուզան, ուր ապաստանել էր Սերոփը 12 ֆիդայիններով ու ընտանիքով։ Անդոկ լեռան անհավասար կռվում նահատակվում են Սերոփը, որդին Հակոբը, եղբայրները Մխեն եւ Զաքարը, 4 ֆիդայի։ Խալիլը կտրում է հերոսի գլուխը եւ գերեվարում գրեթե անկենթան Սոսեին, ում նետում են Բաղեշի բանդ։ Սերոփի գլուխն ամփոփվել է Բաղեշի կարմրակ եկեղեցու բակում Մարգար վարժապետի կողքին, մարմինը Գելիեգուզանում։ 1900 թվականի ապրիլին Գևորգ Չավուշը ոչնչացնում է դավաճան Ավեին, իսկ նոյեմբերին Անդրանիկի առաջնորդությամբ 25 հայդուկներ ոչնչացնում են Խալիլի հերոսակախումբը եւ կտրում նրա գլուխը։ Դյուցազնուի Սոսե մայրիկը վախճանվեց 1953 թվականին Ալեքսանդրիայում, 1998 թվականին աջուն ամփոփվեց Եռաբլուրում։ Սերոփին են զոնված գլուխդ Բաղեշ, մարմինդ Մուշ եւ Աշոխ Վարատի ով որ քաջ է երգերը։ Ժողովուրդը նրան անվանել է աղբյուր, այսինքն կյանք պարգևող։ Քաջագործությունների համար կոչվել է նաեւ Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան։ Սերոփի դաշույնը պահպանվում է Անդրանիկ զորավարի թանգարանում։ Երևանում աղբյուր Սերոփի եւ Սոսե մայրիկի անուններով փողոցներ եւ դպրոցներ են անվանակոչված։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է բացիկ, Ջերմուկում կանգնեցվել հուշարձան։ Պարոն Գևորգյան, աղբյուր Սերոփը մեր ֆիդայական հայդուկային շարժման ազատագրական պայքարի, արդեն ասեցի, առաջին ոչ միայն մարտիկներից էր, այլև ղեկավարներից էր, իթիվս Արաբոյի, հրայր դժոխքի, Անդրանիկի, Գեորգ Չավուշի եւ այդ անվանիների փաղանգում նա ամենևին իհարկե չնսեմացնելով որևիցե կերպ մյուսների մեր անվանի հայդուկապետների հերոսական մարտականուղին, այնուամենայնիվ խնդրում եմ ներկայացրեք աղբյուր Սերոփի տեղն ու դերը այդ ողջ փաղանգում, ընդհանրապես ազատագրական ֆիդայական պայքարում։ Աղբյուր Սերոփի տեղն ու դերը մեր ազատագրական պայքարում անշուշտ պայմանավորված է նրա
ազգանվեր հայանպաստ արդյունավետ գործունեությամբ, որպես ինքնապաշտպանության հմուտ կազմակերպիչ, տաղանդավոր զորահրամանատար, ինչպես նաև նա իր տաղանդը դրսևորեց նաև ժողովրդի հետ ունեցած հարաբերություններում, որպես ժողովրդի առաջնորդ։ Աղբյուր Սերոպի գործունեությունը, որպես ազատագրական պայքարի նվիրյալի, սկսվեց պատմական այն ժամանակահատվածում, երբ Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Սուլտան Համիդը Օսմանյան իշխանությունները իրականացնում էին հայաջինչ, այդպիսի քաղաքականություն։ Հայտնի է, որ Համիդյան արյունոտ այդ քաղաքականության զոհը դարձան ավելի քան կես միլիոն հայեր։ Հենց Սերոպի գործունեությունը սկսվեց այդ նույն ժամանակահատվածում, երբ Արևմտյան Հայաստանում իրականացվում էր այդ հայաջինչ քաղաքականությունը։ Եվ Սերոպը 1895 թվականին Կարսից գալիս է իր հայրենի Ախլատ 27 քաջազուն ազատամարտիկների, ֆիդայիների ուրեմն գլուխն անցած։ Եվ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ ախլատահայությանը սպառնում էր նույն ճակատագիրը, ինչ հայաբնակ մյուս վայրերին։ Ախլատ գավառը տարոն աշխարհի իսկ այդ ժամանակ Բիթլիսի նահանգի մեջ էր մտնում, ուներ 31 հայկական գյուղեր։ Պիտի ասել, որ Ախլատի բնակչության մեծամասնությունը հայեր էին, եւ այդ պատճառով էլ Ախլատի հայությունը բնաջնջելու կոտորելու նպատակով թուրքական իշխանությունները օգտագործել են հարևան շրջանների քուրդ աշիրետներին, քուրդ հրոսակախմբերին։ Մինչև քուրդ հրոսակախմբերի հարձակումը Ախլատի վրա, Սերոպը իր 27 զինվորներով արդեն կարողացել էր զգալի աշխատանքներ կատարել հայկական գյուղերում եւ նրա 27 զինվորները մեկնել էին տարբեր գյուղեր, յուրաքանչյուրը հանձնարարություն էր ստացել, որպեսզի կազմակերպեն որոշակի այդ գյուղերի ինքնապաշտպանությունը։ Այսինքն գրեթե բոլոր գյուղերում ինքնապաշտպանական ջոկատներ կամ խմբեր կազմակերպեցին հենց շնորհիվ Սերոպի հայդուկների։ Սերոպը ինքը մնացել էր իրենց գյուղում, Սողորթում, ընդամենը ունենալով 10 մարտիկներ, եւ պիտի ասել, որ ախլատահայության ինքնապաշտպանությունը մեր ազատագրական պայքարի այդ ժամանակահատվածի փայլուն էջերից է։ Շնորհիվ Սերոպի տաղանդավոր որպես կազմակերպչի եւ հայդուկապետի եւ նրա քաջակորով զինվորների ախլատահայությունը փրկվեց անխուսափելի կոտորածից։ Ախլատահայության 31 գյուղեր այո փրկվեցին շնորհիվ Սերոպի եւ նրա քաջակորով զինակիցների կազմակերպած ինքնապաշտպանությանը։ Ահա Սերոպի տեղն ու դերը մեր ազատագրական պայքարում նախ եւ առաջ պայմանավորված է հենց այդ իրողությամբ, այդ հանգամանքով, որ նա կարողացավ այդ ճակատագրական ժամանակահատվածում կազմակերպել ախլատահայության ինքնապաշտպանությունը։ Եվ ցավոք մեր արևմտայից գավառներում նման ինքնապաշտպանություն եղել է նաեւ կազմակերպել Վանի ինքնապաշտպանությունը, Շատախի ինքնապաշտպանությունը, որոնց շարքում անշուշտ պիտի նշել նաեւ ախլատահայության ինքնապաշտպանությունը, որի ղեկավարն ու կազմակերպիչը Աղբյուր Սերոպն էր։ Մյուս մարտական գործողություններին կանդրադառնանք, պարոն Գևորգյան։ Պարոն Գրիգորյան, փաստորեն Աղբյուր Սերոպը օժտված էր բնատուր մարտիկի կամ կռվողի տաղանդով, բայց դրանից զատ նաև պարզվեց, որ նաև օժտված էր կազմակերպչական շնորհքով, ձիրք ուներ կազմակերպչական, որպես զինվորական ղեկավար օժտված էր զինվորական կարգապահությամբ եւ նաև հավանաբար պահանջկոտ էր եւ այդ ամենի որպես տրամաբանական կամ հայրենասիրական եզրահանգում նաև անձնազոհության կերպար էր։ Անշուշտ Աղբյուր Սերոպը տարբերվում է մեր ազատագրական պայքարի մյուս նշանավոր ներկայացուցիչներից։ Թվարկեցինք հայդուկապետներին, Սերոպից ավելի վաղ եղած, Սերոպից հետո նաև եղած հայդուկապետներին, բայց Աղբյուր Սերոպը զարմանալի ֆենոմենալ կերպար է ինչ իմաստով։ Նրա գործնական մասնակցությունը հայ ազատագրական պայքարին, եթե նայում ենք, 4 տարի է։ Ժամանակի առումով ժամանակի առումով առանձնապես մեծ չի, տարբերություն ուրիշները, երբ կարող են տասնամյակ տևել, ավելի տևել։ Իր մոտ 1895-ի հոկտեմբերից 99-ի հոկտեմբեր, նոյեմբեր 4 տարի ժամանակահատվածում այս մարդը ավելի նույնիսկ կար ժամանակահատվածում կարողացավ ստեղծել, կարելի ասել, հայդուկային պայքարի համար
որոշակի կանոններ։ Սա կարող էր անել միայն ոչ միայն ռազմական տաղանդ ունեցող մարդը, այլ ընդհանրապես բնատուր խելք ունեցող մարդը, որովհետև Սերոփը ինչ որ կադրային կամ զինվորական պրոֆեսիոնալ չէր այսպես կրթությունել, ասենք այնպես չներ, բայց բնատուր խելքի շնորհիվ նա կարողացավ հայդուկային պայքարում դնել չափանիշներ, երևի թե Նիկոլ Դումանին կարող ենք նրա հետ համեմատել, որովհետև կային հայդուկային պայքարի չգրված կանոններ, ոչ միտեղ դա արձանագրված չէր, բայց այդ կանոնները ի վերջո ինչև Սերոփը չեն գրվել։ Փաստորեն շատ կանոններ, շատ ձևակերպումներ կապված են Սերոփի հետ։ Եվ այդ ամեն ավելի շատ կոդեքսը Ֆիդայիների։ Բարոյական կոդեքսն է Ֆիդայի, որը բնականաբար կապված է կազմակերպական գործունեության հետ, կապված է կարգապահական խնդիրների հետ, կապված է ինչու՞ չէ նաև բնավորության չինատական արդարամտության հետ եւ ելի նմանատիպ գծերի հետ։ Այսինքն այն ինչ մենք սովորաբար գիտենք որպես հայդուկի բարոյական այսպես ասած կոդեքս կամ կրեդո, ինչպես ասում են, այդ բոլորը ավելի շատ գալիս են աղբյուր Սերոփից, ելի նորից կրկնեմ, Նիկոլ Դումանի մոտ եկել ատրպապական տարածքում այլ այսպեսի կարգեր սահմանեց։ Եվ սա գալիս է Սերոփի բնատուր խելքից։ Ոչ մի երևի թե հայդուկապետ շատ կարճ ժամանակաշրջանում, կարճ ժամանակամիջոցում չհասավ այնպիսի ճանաչման, ինչպես է Սերոփը ունեցավ։ Երևի թե մեկ տարի, ժողովրդականության մասին արդեն նշեց ժողովրդականությունն ձեռք բերեց, ինչի շնորհիվ ձեռք բերեց։ Հեղինակություն Բնականաբար հեղինակությունը դատարկ տեղում չի ստեղծում։ Ամեն մեկը որ չի կարողանում, կարող է շատ քաջ կռվող լինել, անձնական մեծ քաջություն ցույց տալ, բայց մեծ ժողովրդականություն ձեռք չբերել։ Աղբյուր մականունը չստանալ, նեմունութի ասլան չկոչվել, ժողովրդի համընդհանուր սիրուն չարժանանալ։ Ինչի արդյունք է, որովհետև Սերոփը դրեց չափանիշներ իր գործունեության բնագավառում։ Այն որ նա ախլաթայության փրկության կազմակերպիչներ եւ իսկապես անուրանալի կազմակերպչական ջիղ ցուցաբերեց, այստեղ երկրորդ կարծիքը չկա, բայց որ Սերոփը նաեւ շատ խստապահանջ էր եւ իր անձի նկատմամբ, իր հարազատների նկատմամբ, նրա խստապահանջությունը սկսում էր իրենից եւ իր հարազատներից։ Շատ հատկանշական օրինակ է իր հորեղբոր որդու։ Օրինակ էր ծառայել։ Օրինակ է, եթե այն ինչ դու պահանջում ես ուրիշից, առաջինը դու ինքդ պետք է ցույց տաս եւ քո մերձավորը պետք է ցույց տա։ Եվ շատ հատկանշական է Սերոփի օրինակ, չէ, իր հորեղբոր որդու ճարտարին, ասենք, խմբապետությունից զրկելը եւ ասենք անգամ գնդակահարության այսպես վճռեր կայացնում նրա համար որ ասենք այս մարդը թեև շատ լավ կռվել էր բայց չէր կարողացել տեղ հասնել Կարսից Դուրան Բարսելոնայի կամ Տարոն Սասունի համար նախատեսված զենքի քանակությունը իսկ զենքի դերը շատ կարեւոր է եղել մեր ազատագրական պայքարում դա կարեւորագույն խնդիրներից մեկն է խնդիր չէ որ նա քաջություն էր դրսևորել բայց դա քիչ էր Սերոփի համար նա չէր կարողացել ղեկավարելու հատկանիշներ նա չէր կարողացել իր խնդիրը կատարել խումբը մեծ կորուստներ ունեցել զենքը զինամթերքը ամբողջովին կամ հիմնական մասը ոչնչացել էր այստեղ մենք տեսնում ենք պահանջ որը գալիս է մերձավորի նկատմամբ իր նկատմամբ եւ երբ դու քո մերձավորից պահանջում ես դա դու բնականաբար դա տարածում ես նաեւ ուրիշների նկատմամբ արդարամտությունը որը կարող էր երբեմն հասնել ծայրահեղության աստիճանի էլի հատկանշական օրինակ է տեսեք երբեմն նրա այդ խստապահանջությունը եւ չափից ավելի արդարամտությունը հանգեցնում էր իր համար խնդիրների ասենք Գևորգ Չավուշի եւ նրա անձնական հարաբերությունների խնդիրը շատ առումով գալիս են այստեղից երբ Սերոփը փորձում էր պայել գոյություն ունեցող կանոնները էլի ոչ միտեղ չարձանագրված կանոնները բայց գոնե Սասունի մասշտաբով այսպես ասած ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այն որ նա կարող էր Գևորգ Չավուշին հանձնարարել իր հորեղբոր դատը տեսնել եւ սա բերեց երկուսի անձնական հարաբերությունների վատթարացմանը սա էլ խոսում է նրա արդարամտության մասին ծայրահեղ արդարամտության պայմաններում եթե այդ ծայրահեղ արդարամտությունը չլիներ հետեւողականությունը հավանաբար արդյունքի չէին հասնի բնականաբար արդյունքը քիչ կներ թե մենք նաեւ տեսնում ենք որ Սերոփը կարծեք ինքը անձնապես վերջում մի քիչ տուժում է այդպիսի հարաբերություններից որովհետեւ այն մեծ բանը համբավը այն մեծ համակրանքը որ ունի սկզբնական շրջան գոնե իր զինակիցների միջավայրում նա կարծեք թե մի քիչ կորցնում է իր չափից ավելի խստապահանջության պատճառով ինչը անշուշտ Սերոփի առումով ճիշտ է այստեղ ճիշտը Սերոփն է ոչ թե նրա զինակիցները բայց սա է որ նրան բնորոշում է իսկապես Պարոն Գևորգյան ոչ միայն իմ անձնական կարծիքն եմ ասում ձեր գնահատական խնդրում եմ տակ ոչ միայն աղբյուր Սերոփի մարտական գործունեության ընթացքում այլև ընդհանրապես մեր հայդուկային շարժման պայքարի ողջ պատմության ընթացքում Բաբշենի կռիվը կամ դյուցազնամարտը նա տարբեր կերպ են անվանում առանձնակի տեղ է գրավում հավանաբար ու երևի հենց Բաբշենում էլ դրսևորվել է աղբյուր Սերոփի թե որպես ղեկավարի թե որպես հայդուկի մարտական եւ անձնական այդ խիզախությունը Բաբշենի նշանավոր կռիվը
Դա մեկն է այն բազմաթիվ կռիվներից, որը մղել է Սերոբ աղբյուրը իր ֆիդայիներով ընդդեմ թուրքական կանոնավոր զորքի, ոստիկանական ուժերի եւ քրդական հերոսական խմբերի։ Սերոբի մաղած կռիվները սարսափ են ազդել եւ թուրքերի վրա եւ քրդերի եւ նրա համբավը այնքան է տարածվել, որ նույնիսկ Ախլատ գավառում տարոն աշխարհում նրա գլխավորած կռիվների արձագանքները տեղ են գտել նաև եվրոպական մամուլում եւ անգամ Սուլտան Համիդը նրա համար գլխագին է սահմանվել այդ 1000 ոսկեն որ ասում են որ դա հենց Սերոբի համար սահմանված գլխագինն էր որ Սուլտան Համիդը անգամ այո նա Ախլատի ինքնապաշտպանության կազմակերպությունից հետո զենքը ուղղեց բոլոր այն թուրք պաշտոնյաների, քրդական հերոսական խմբերի ղեկավարների, առաջնորդների եւ հայ մատնիչների, դավաճաների դեմ եւ դաժանորեն վրեժխնդիր եղավ նրանցից։ Ահա այդ նրա մաղած նշանավոր կռիվները, որոնք միշտ ավարտվել են հաղթանակով, անշուշտ նշանակալիներից մեկը Բաբշենի հերոսամարտն է։ Սերոբ աղբյուրը նաև Դուրան բարձրավանդակի կենտրոնական պատասխանատու կենտրոնական կոմիտեի անդամ էր։ Դա նշանակում է, որ նա ղեկավար դիրք ուներ ամբողջ դաշնակցության կուսակցության մեջ։ Այսինքն նա ոչ միայն շարքային ֆիդայի կամ ֆիդայապետ էր, այլ նաև նշանավոր առաջնորդ էր եւ նրա փաստորեն նրա ղեկավարությամբ գործում էին Դուրան բարձրավանդական դաշնակցի կենտրոնական կոմիտեն, նաև Բիթլիսի Սալնոցոր կենտրոնական կոմիտեն։ Սերոբ աղբյուրը առաջնորդն էր, ղեկավարն էր հայությանը, տարոնահայությանը, Բիթլիսահայությանը եւ որպես մարտական հրամանատար եւ ժողովրդական առաջնորդ։ Բաբշենի կռիվը տեղի ունեցել Բիթլիս քաղաքի մոտակայքում գտնվող ահա այդ Բաբշեն գյուղում 1898 թվականի հոկտեմբերին, երբ Սերոբը զուտ կուսակցական նկատառումով մեկնել էր Բաբշեն, պետք է գնալ Բիթլիս, որպեսզի այնտեղ որոշ ինչ-որ գործեր կար կատարելու։ Եվ ահա երբ ինքը գտնվում էր Բաբշենում, Բիթլիսի մատնիչներից մեկը, հայ մատնիչներից մեկը անմիջապես լուր է ուղարկում ոստիկանապետին եւ Վանի այդ Բիթլիսի նահանգապետին, որ այսինչ գյուղում է Սերոբը իր մարտիկներով։ Սերոբի մարտախմբում ընդամենը եղել են 17 ֆիդայիներ։ Իսկ նրա դեմ գործող այդ թուրքերի քրդերի քանակը ըստ բազմաթիվ մեծ հացած սկզբնաղբյուրների նրա դեմ Ուրեմն Բիթլիսի Բալին նահանգապետը դուրս է բերել ավելի քան 3000 զինվորների, չհաշիված հերոսական խմբերը, 3000 Պարոն Գևորգյան, այդ թվերը ինչ խոսք, առաջին հասկից անհավատալի են թվում, սակայն փաստորեն անհավատալի, դա հավաստի տվյալներով 17 մարտիկներով 3000-ի տարբեր սկզբնաղբյուրներ, որոնք արտացում, որոնք վերաբերվում են Բաբշենի կռվին, ահա մատնանշում են այս թիվը, որ Սերոբի դեմ Բիթլիսի նահանգապետը եւ Բիթլիսի ոստիկանապետը դուրս էր բերել զորքի եւ ոստիկանական ուժերի, որոնց ընդհանուր քանակը հասնում էր մոտավորապես 300,000-ի, որոնց հետագայում միանում է 3,000-ի, այո, թնդանոթներով զինված։ Սերոբը այստեղ դրսևորում է որպես մարտավար, նրա մարտավարությունը մարտեր վարելու, կռիվներ վարելու ուղղակի ապշեցուցիչ է։ Նա ինչպես է կարողանում այդ շրջափակումից դուրս գալ եւ ճիշտ գնահատել, թե որտեղ պետք է հարմար դիրքեր գրավի, որպեսզի կարողանա դիմագրավել ահա այդ ահռելի ուժերին։ Նրա զինվորները բոլորը զինված էին մոսին հրացաններով, հերահար, յուրաքանչյուրը անվրեպ նշանավորներ։ Այն ժամանակվա լավագույն զենքերն են, չէ՞ կարծում։ Եվ բոլոր գրողները ասում են ապարդյուն, Սերոբը ոգեշնչում է բոլորին։ Հերոսաբար, քաջաբար կռվեք, Աստված մեզ հետ է։ Նման խոսքերով Սերոբ անընդհատ ոգեշնչել է Բիթլիսի մուշեղը, զուլումատ, առլույց ավակ, մեկը մյուսից քաջազուն, անվրեպ նշանառուներ։ Մինչև երեկոյան թուրքերի բոլոր գրողներն արմցել են ապարդյուն, նույնիսկ հոգեբանական գրող են ձեռնարկել, թմբուկների, շեփորների հնչողության տակ մարտաշարքերով գրոհել են ահա այդ 17 ֆիդայիների դիրքերի վրա եւ մյուս կողմից էլ սկսել են թնդանոթներով խփել, բայց այնուամենայնիվ մինչև երեկո Սերոբը կարողացել է դիմագրավել, հետ մղել բոլոր գրողները, միայն մեկ հոգի է զոհվել, այն էլ
հրանոթներից արձակած ուրեմն արկերից մեկը դիպչելով ժայռին փուլ է եկել ֆիդայներից մեկի վրա եւ Սերոպն էլ ասել դա Աստված նրա համար գերեզմանաթում ստեղծեց։ Այսինքն մեր երիտասարդները, պարոն Գևորգյան, կներեք ու ընդհատում։ Մեր երիտասարդները ավելի շատ տեղյակ են 300 սպարտացիների պատմությանը, բայց փաստորեն ոչ թե 300 ընդամենը 17 հայդուկներով, այո։ Սերոպը մեկ ամբողջ օր եւ երեկոյան օգտվելով ազմտությունից կարողացել է պաշտպանած այդ պաշարման շղթան չեղկել եւ անվնաս հեռանալ։ Եվ այդ մասին շատ հետաքրքիր է գրում հրայր դժողքը Բաբշենի կռվի մասին հրայրի նման հեղինակությունը նա գրել է Բաբշենի կռվի մասին Սմբատ Բորոյանը Մոխլուտոն եւ Բիթլիսի հոգեվոր թեմի առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկարյանը նշանավոր դեմքեր է, Եղիշե Չիլինգարյանը իրոք քաջազուն հոգևոր առաջնորդ քահանա է եղել, ինչպես որ ասենք Մելիք Թանգյանը Զանգեզուրում, ահա այդպիսի դեմքեր նրանք հիացմունք են խոսում Սերոպի դրսևորված քաջագործության եւ նրա մարտարվեստի, այն մարտավարությունը, այն տակտիկան, որը բանը կիրառել է Սերոպը ահա այդ կռվի ընթացքում։ Դրանից հետո թուրքական նահանգապետը փորձել է նրա հետ բանակցություններ վարել, բայց Սերոպը մերժել է եւ ամբողջ օրը Բիթլիսի ողջ թուրք բնակչությունը ահա սարսափի մեջ է եղել։ Այդ մասին գրում է հոգևոր առաջնորդ Չիլինկարյանը, որ Սերոպը գուցե եւ հարձակվի Բիթլիսի վրա։ Ահա նրա հերոսական կռիվներից մեկը Բաբշենի հերոսամարտն էր, մի փայլուն ճակատամարտ կարելի ասել մեր ազատագրական պայքարում, որտեղ Սերոպը դրսևորեց իր անզուգական հրամանատարական վարպետությունը։ Ինչին ցավոք ոչ բոլորս ենք տեղյակ։ Պարոն Գրիգորյան, արդեն նշվեց աղբյուր Սերոպի բազմաթիվ մարտական, հոգեբանական, հայրենասիրական կարողությունների եւ ձիրքերի մասին, սակայն առանձնակի խնդրում եմ անդրադառնալ հետևյալին։ Ի տարբերություն շատ մեր անվանի եւ ոչ անվանի ֆիդայիների հայդուկների, աղբյուր Սերոպը նաեւ բոլորից առանձնանում էր նրանով, որ սկզբից մինչև վերջ մարտի դաշտում նրա հետ էր նաև կինը եւ Սոսը կինը եւ զավակները, եղբայրները ողջ ընտանիքով։ Այդ առումով երևի Սոսե մայրիկը, աղբյուր Սերոպի կինը, ոչ միայն ժամանակի հեռավորությունից մեր առջև որպես կին կամ մայր է հանդես գալիս, այլ նաև գուցե ավելի շատ, քան որպես կին եւ մայր, որպես ֆիդայի։ Եվ դրանով է նաև նրանք աղբյուր Սերոպը եւ Սոսե մայրիկը առանձնանում, հենց Սոսե մայրիկի կերպարը որպես այդպիսին։ Իհարկե, մեր հայդուկային պայքարում աղբյուր Սոսեն ինքնատիպ երևույթ է։ Մենք գործ ունենք մի հանգամանքի հետ, ըստ հայդուկային այսպես կրեդոյի հավատամքի հայդուկը չպիտի ամուսնանար կամ իր ընտանիքից հեռու պիտի։ Այդ առումով երևի միակ բացառությունն է, չէ՞ պատմության մեջ։ Ներողություն, նա մինչև հայդուկ դառնալն է ամուսնացած։ Միակ դեպքն է, չէ՞ որ կինը ամուսնու հետ մարտական գործողությունների Մենք ունենք ասենք նաև հրայր դժողքի օրինակ, որ ամուսնացած էր, բայց հրայրը իր ընտանիքից շատ հեռու էր։ Գևորգ Չավուշ նույնպես։ Ընտանիքը առանձին էր։ Գևորգ Չավուշը հետո ամուսնացավ, բայց մեծ խնդիրներ առաջ բերեց իր համար։ Սերոպ Սոսե զույգը շատ այսպես հետաքրքիր է, որովհետև Սոսե մայրիկ ենք ասում, բայց չպիտի մոռանանք, որ այդ դեպքերի ժամանակ ասած Սոսե մայրիկը ընդամենը 25-ից 30 տարեկան երիտասարդ էր, որը պիտի հրաժարվեր կյանքի շատ հաճույքներից։ 16 տարեկան է եղել ամուսնացած։ 13 տարեկանում ամուսնացան, 16-ում մոտարապես առաջին զավակ ունեցան։ Հակոբ։ Սերոպի զոհվելու պահին պետք է 31 տարեկան լինի մոտարապես։ Այսինքն մենք գործ ունենք երիտասարդ կնոջ չէ։ Իսկ այդ տարիքի կանայք ավելի շատ ունեն իրենց հետաքրքրությունները, իրենց խնդիրները եւ սա իսկապես յուրահատուկ երևույթ է, երբ երիտասարդ կինը թողնում է ամեն ինչ եւ կանգնում է ամուսնու կողքին։ Զենքը ձեռքին պայքարում է։ Եվ սա պատահական բան չի, որովհետեւ ի սկզբանե նաեւ աղբյուր Սեսոն մեծացել է ազատության միջավայրում, ինչպես եւ Սերոպն է այդպես մեծացել։ Երկուսն էլ իրենց գերդաստաններում մի տեսակ ազատ ապրող, այսպես իրենց ցանկությամբ ապրելու հնարավորություն ունեցել։ Ընտանիքում մի տեսակ այսպես սիրված երեխաներ են եղել։ Ազատատեն չմբոս դնալու։ Եվ նաև հետարքիր զույգ է ստեղծվել, որը նաև ազատագրական պայքարի ասպարեզում հետարքիր դրսևորումը տվել է։ Շատ հետարքիր էպիզոդներ ունենք, երբ Սոսեն ինքը Սերոպի բացակայության պայմաններում զենքը կարող էր վերցնել եւ գնալ կռվերում, եւ եղել է այդպիսի դեպքեր։ Գնալ երբ սողորցիները ասենք իրենց
նախիրը տանում են, ոչ մեկը չի գնում դրա հետևից։ Եվ երիտասարդ Սոսենը ջահել աղջիկն է, որ հրացանվերցնում է, որ գնա քրդերի դեմ կռվի, նախիրը հետ բերի։ Այսինքն աղբյուր Սերոպի կողքին նա զինակից էր, ոչ թե կին էր, այսինքն ճիշտ է, շատ հայդուկների դուր չէր գալիս եւ գիտեք, այս հողի վրա կային մեծ խնդիրներ, որտեղ հայդուկների մի մասը լավ աչքով չէր նայում այն հանգամանքին, որ Սերոպը իր ընտանիքի հետ էր։ Ի վերջո դա խանգարում էր բոլոր դեպքերում տեղաշարժերին, անվտանգությանը, բայց բոլոր դեպքերում Սոսեն միշտ մերժել է, բոլոր դեպքերում Սերոպից առանձին լինել, կռվի չգնալ, որտեղ Սերոպը այնտեղ ես։ Սա է եղել հավատամքը։ Եվ սա պահել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր պատմության մեջ շատ կանանց կերպարներ կան։ Ազատագրական պայքարում էլ եղել են այդպիսի կերպարներ, բայց այսքան, այսպես ասած, ծայրահեղ ազգայնացված Մայրիկի կերպարը առանձնանում է, շատ առանձնանում է եւ պատահական չի, որ տարիների ընթացքում, երբ Սերոպը արդեն չկար, Սոսեն իր հեղինակությունը պահում էր նույն հայդուկների միջավայրում։ Նույն Անդրանիկ Օզանյանը, որի դեմ որևէ մեկը չէր կարողանում խոսել, բավականին այսպես պատկառանքով էր մոտենում եւ կարող էր նույնիսկ այսպես ոնց որ երիտասարդը կամ երեխան գլուխը կացել եւ ասենք լսել, ասենք նրա խոսքերը, թեկուզ եւ կարող են այդ խոսքերը Անդրանիկի բոլոր հայդուկների կողմից միանշանակ կերպով ընդունված եւ ընդունված կերպարը եւ մինչեւ իր կյանքի վերջին ըստ էության հավատարիմ մնաց իր այդ դավանանքին, իր Սերոպին, իր Հակոբ որդուն, որը դժբախտաբար շատ փոքր հասակում 15-16 տարեկան երեխա էր, որ Սերոպի հետ զոհվեց։ Կռվի ժամանակ, այո։ Ինքը Սոսեն վիրավորվեց, հետաքրքիր է, որ Սերոպը չէր ցանկանում Սոսեին շտամու ձեռքում տղել, եւ նույնիսկ հանձնարարել էր սպանել Սոսեին։ Բայց վիրավորված Սոսեն, որի վրա զենքը վերցրել է, շարունակել է պայքարել։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումը կցանկանա եզրափակել մեր մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հետևյալ խոսքերով, որ նա նվիրել է աղբյուր Սերոպին, Նեմրութասարը հազարակն ունի, հազարն էլ մշո դաշնի վայր կերթա, մենակ աղբյուրի աղբյուրը սրտի, խեղ ժողովրդի սրտի մեջ կերթա, ազատ օրերի, դալուկ օրերի, ծարավ ժողովրդի սրտի մեջ կերթա։ Սիրելի երիտասարդներ, աղբյուր Սերոպի եւ Սոսե Մայրիկի դյուցազնական կերպարները թող ձեր բոլորիդ հայրենանվեր կյանքում միշտ ուղենիշ լինեն, ծանոթացեք մեր ֆիդայիների ունեցած փառավոր հերոսական մարտական ուղուն եւ հավատարիմ մնացեք նրանց այրան կանչին։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդման մասնակցելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա հաղորդումը նվիրված էր աղբյուր Սերոպին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։